Այո, անպայման։ Սիրով։ Դրաստիկ։ Մենք շարունակում ենք մեր ակցիաները, որ արդեն որոշ ժամանակ իրար վրա անում ենք։ Եվ այսօր սկսենք դրանից, որ 7.5 տարի արդեն Նիկոլը իշխանության է, եւ եթե սկզբից իր բոլոր ձախողումները ինքը միանգամից բարդում էր նախկինների վրա մեղադրելով նախկիններին, ապա 7.5 տարի բավարար է, որ անգամ փլատակներից հանել երկիրը, այլուր ինքը կարողացավ 7.5 տարում ամբողջությամբ ավերել մեր այո մասամբ խնդիրներ ունեցող, բայց կայացած պետությունը։ Եվ փաստացի, երբ որ մենք դա փորձում ենք ընդհանուր նայենք, ինչ ունենք մենք այսօր, մենք այս ընթացքում կորցրել ենք մեր տարածքները, մենք կորցրել ենք Արցախը, բայց նաև կորցրել ենք Հայաստանի Հանրապետության տարածքները, ընդ որում տարածքները, որոնք որ սահմանված էին խորհրդային քարտեզով։ Այս ընթացքում մենք ամբողջությամբ կորցրել ենք այն հիմնարար սրբությունները, վեհությունը, զորությունը, որ դպրոցներում անգամ ունեինք, որովհետև հաղթանակած ազգ էինք եւ հիմա փաստացի պարտված եւ այդ ամբողջի հետ մեկտեղ մենք նայում ենք, որ անգամ պետական մանր կառույցները փաստացի չեն աշխատում, այսինքն Նիկոլը հաջողեց տապալել ամբողջությամբ անգամ պետական ապարատը եւ սա այն փաստերն են, որոնց մասին երևի թե անիմաստ է նույնիսկ հնչեցնել, այնուամենայնիվ նորից ու նորից հնչեցնում ենք նրանց համար, ովքեր որ դեռ սխալվում են կամ դեռ թյուրիմացության մեջ են։ Ըստ այդմ, երբ որ այդպես ավելի լայն ես նայում, հասկանում ես, որ Նիկոլը չարիք է։ Նիկոլը փաստացի այն չարիքն է, որը նման է վիրուսի, գիտեք, մենք վերջերս նմանեցնում ենք այս ամբողջը կովիդի ընթացքին։ Նիկոլը դարձավ այն համաճարակը, որ ամբողջությամբ սկսեց տապալել անգամ մարդկանց սրտերը։ Եվ ինչ-որ ձևով այդ համաճարակը ներթափանցում է հասարակության մտածողության մեջ, ու ցավոք սրտի մենք պիտի փաստենք, որ հրեշները շատ ավելի շատ են, ու մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ հուսահատվում, լքում, հանձնվում, բայց նաև սխալվում, ու նաև նույնիսկ եւս սկսում դավաճանել։ Սա ամենամեծ ցավերից մեկն է։ Ու գիտեք, ինչ-որ ձևով, քանի որ ես հոգևոր զարգացման ճանապարհով եմ գնում, ես կարող եմ միևնույն է ասել, որ ես իրան խղճում եմ։ Այո, խղճում եմ, որովհետև իր չարիքը այնքան է խորացել այս ընթացքում, ու մենք բոլորս մեղավոր ենք, որովհետև 20 թվականին պետք էր իրեն դատել, այդ ամբողջ չարիքը կանգնեցնել եւ այդ դեպքում մենք թույլ չէինք տա, որ այս ամբողջը ավելի խորանար, հետո նորից լռեցինք, հետո 21 թվականին մեծագույն սխալ արեցինք, երբ որ գնացինք ընտրությունների իր հետ, եւ այդպես շարունակ այդ ամբողջը քայքայվում էր եւ այսօր մենք ունենք այն չարիքը, որ ունենք։ Եվ չնայած, որ խղճում ենք իրեն, եւ չնայած, որ հասկանում ենք, որ ցանկացած չարիք անխուսափելիորեն ինքն իրեն քայքայում եւ ոչնչացնում է, այնուամենայնիվ մենք ասում ենք, որ իր ամբողջ քաղաքականությունը նման է ծուռ հայելիների, եւ մեր այսօրվա ակցիան հենց ծուռ հայելիների մասին է։ Եվ ցավոք սրտի այդ ծուռ հայելիներում մարդիկ քայքայվում են եւս։ Ցավոք սրտի մենք տեսնում ենք, թե ինչպես այդ ծուռ հայելիներում աղավաղվում են մեր բոլոր սրբությունները։ Եվ Նիկոլի ամենամեծ չարիքը ըստ այդմ մենք անվանել ենք եւ անվանում ենք եկեղեցու հանդեպ իր արշավը, որը փաստացի քրիստոնեության դեմ իր արշավն է։ Եվ ըստ այդմ տարբեր ակցիաները շարունակելով մենք այսօր ներկայացնում ենք իր ծուռ հայելիներից մի քանիսը միայն։ Ծուռ հայելիները այնքան շատ են, բայց զուտ մի քանիսը ներկայացնելը շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը գոնե այս սարսափելի փուլում ի վերջո սթափվի։ Եվ այդպես ես կխնդրեմ մյուս հայ մարդկանց ներկայացնել մեր ծուռ հայելիները։ Բարև ձեզ։